որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն միանգամից ասեմ բուն գորուզին։ Իմ ելույթից հետո կապված բանակում օրորի ամեն օր տեղ ունեցող դեպքերից ամեն օր մենք բան ենք կորցնում, զինվոր։ Ամեն օր։ Սա բան չի, չափազանցություն չի։ Ուսուցչուհին, նույնիսկ այսպես խոսված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հենց ասում է, իմ համար նորություն է, որ դրանում պետք է մեղադրել պաշտպանության նախարարին։ Բայց հիմա ես ուզում եմ պատասխանեմ միան, որովհետև չեմ կարծում, որ որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս կտա այն պատասխանը, որը ես պիտի տամ այդ մարդկային դժվարին, հələ որ խոսում եմ կուլտուրական։ Ուրեմն անհիշելի ժամանակներից բոզի տղա, երբ որ բանակում տեղեր ունենում զոհ, քո Նիկոլ Փաշինյան ղախպի ծնունդը հլում եւ մեղադրում էր պաշտպանության նախարարին։ Չէ՞, այն ժամանակ ով էր, չգիտեմ, չոլախներ, մոլախներ, բոլոր ժամանակներում բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր դեպքի համար մեղադրում էին պաշտպանության նախարարին։ Եվ ճիշտ էին անում։ Հիմա, ուրեմն, հիմա լսի ինձ, անգրագետ ղախպի ծնունդ։ Ինչի պիտի մեղադրեն քեզ։ Եվ ինչի պիտի մեղադրեն։ Նախ, ինչ տարբերություն զինվորի եւ քաղաքացիական անձի միջեւ։ Հիմա հաջողությամբ կարող եմ տակետ ղախպի ծնունդ, հələ ասել, «Էդե պիտի մեղադրեն ԿՎԴ-ի մինիստրին»։ Ոչ։ Որովհետև ԿՎԴ-ի մինիստրի տարբերություն քեզ, եթե վերցնեք ԿՎԴ-ի մինիստրին, սա պատասխանատու չի, որ ինչ-որ մի հատ, չգիտեմ, Մասիսի Արկադիկ, նստում է ավտոն, գնում հասնում է, չգիտեմ, Չարբախ, մի հատ դլոյ մորտում հետա գալում։ Այդ ԿՎԴ-ի մինիստրը մեղավոր չի։ Ինչ վերաբերում է զինվորի, ուրեմն զինվորը որ պահին որ մտնում է զորամաս, այդ պահից սկսած գտնվում է քո պատասխանատվության տակ եւ բարձրագույն հրամ կազմի պատասխանատվության տակ, որովհետեւ զինվորի կյանքը համակարգված է, օրակարգված է։ Զինվորը ապրում, հլնում, քնում, զարթնում, վազում, պարկում ըստ օրակարգի։ Ժամը 6:35 պատժում, ժամը 7-ին մարզանք, ժամը 7:30 ճաշարան, չգիտեմ, դրանից հետո հետ բանը, ոչմ կազարմա, դրանից հետո դասընթաց, դրանից հետո բանը ֆիզ պատրաստակամություն նորից ճաշարան, դրանից հետո պոլիգոն, այսինքն կյանքը զինվորի, առօրյան, օրակարգը կանոնակարգված է, որ ժամին ինչ պիտի անի։ Դրան գումարած, զինվորը ինքնիագլխի պատասխանատուն չի, զինվորի գլխին կան մարդիկ, որոնք պատասխան են տալիս զինվորի օրակարգի, կարգի, ապրելակերպի, առողջական վիճակի, սննդի, մաքրության ամեն ինչի համար։ Դա հրամ կազմն է։ Լսի անգրագետ, ի՞նչն է պատճառը, որ դու քո գործից խաբար ես, որ դու քեզ շրջապատել ես դլոներով։ Շարունակում եմ։ Դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի տեղակալներ, գումարտակի հրամանատար, գնդի հրամանատար, կորպուսի հրամանատարի տեղակալներով, գլխավոր շտաբի պետ եւ դու, քո նման բոզի տղեն։ Այդ ամբողջ հիերարխիան պատասխանատու է զինվորի կյանքի առողջության համար, դրան գումարած։ Զինվորի կյանքի եւ առողջության համար պատասխանատվություն է կրում զինվորական դատախազը իր ենթականերով եւ դատախազներով, ռազմական ոստիկանության պետը իր ենթականերով, իր բաժնի պետերով, օպերներով եւ այլն։ Տվյալ զոնամասին կցված հակահետախուզության սպան նորից պատասխանատվություն է կրում դրա համար։ Հələ դու ինչքան մարդ է պատասխանատվություն կրում, բայց մենք տենում ենք, որ դրանք բոլորը փաթած ունեն ամեն ինչ, ու չգիտեմ, քո նման զբաղվում են դլո ծծելով։ Օրինակ հիմա վեկալում եք քո բանը աշխատակազմը 10-ից 10 դլոյով։ Օգնականի, խորհրդականի, լրիվ դելու ագարկեքով շրջապատել ես քեզ, էդի ես չեմ ասում, էդի քո կադրերի պետն էլ ասը, ժամը մեկի դլո ծծում ես, քո կնիկն էլ գիտի, որ դու դլո ես ծծում, ծլիկ, բայց հետ քեզից չի բաժանվում, ինքը ոչ թե քեզ այդքան սիրում է, ինքը քեզից չի բաժանվում, որ դու պաշտպանության նախարար ես, որ պահին դադարես պաշտպանության նախարար լինելու զառնաս հասարակ բոզի տղա, ոչ որ միջև է տեղել ես, քո կնիկը քեզ ասելու է, goodbye my love, no money, no honey, bye bye, ու այդ հարավրիցըց,
Միանշանակ։ Բայց վերջի կոպեկը քամի նոր։ Ես տեսել եմ, որ մի հատ քո նման անգրագետ ագարակայել կոմենտեր գրեց քիչունի եկած ռուսորեն պապիկյանը։ Դե հիմա արի բանակ չծառայած կնալիքին եւ բանակ չծառայած բոզի տղեկին քո նման քո կուսակցությունների մեջ գտնվող, ինչպես նաեւ պարլամենտում նստածներին բացատրի, որ պաշտպանության նախարարը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, այդ թվում նաեւ գլխավոր շտաբի պետը, այդ թվում նաեւ քո փոխնախարարները, այդ թվում կորպուսի հրամանատարը եւ այլն, եւ որտեղ զինվորը ինքն իր գլխի տերը չի։ Զինվորը որ պահին մտավ զորամաս, վերջացավ։ Հելնեմ, պարկեմ, քաքեմ, տրեմ, շռեմ, ցռեմ, անանիզմով զբաղվում, ամեն ինչ անում ըստ օրակարգի։ Տղա ջան, հասկացա՞լ հիմա դու ինչի համար ես պատասխանատու։ Այսինքն, դու պատասխանատու ես ամեն առաջինը նրա համար, որ քո ենթականները շղթայական ռեակցիայով իջնեք միջև գումարտակի հրամանատար, դասակի հրամանատար եւ այլն, իրաց տեղում չեն, այդ կադրին դու ես նշանակում, քո սորակությունն է դրանց նշանակման տակ։ Դու մի հատ հիշի եւ վերջի անգամ զորամաձ ես մտել։ Մի հատ հիշի վերջի անգամ որևիցե մի մարտական դիրքիփ ես գնացել մտել, տեսե, այդ զինվորը ոնց ապրեմ, քնեմ, հլեմ, տրեմ, ցսեմ, հասուտեմ։ Հասկանում ես։ Դու քո գործից խաբար դենքա որ տեսել ես Լակիրովնի կաբինետ, պատերը Լակիրովնի, это գլոբուսնի դրածը տե խալի մալի լավ մեբել եւ այլն, կոնդիցիոներն աշխատում, բաղնիկ զուգարաններ կողնա, դլոնգալը սեղանի վրա քեզ ծծնում, էթում ես լոգնում ես, կամ չես լոգնում, չգիտեմ կարող փնտի բոզես, դրանց հետո մյուս դլոնագալն, это քո առօրյան։ Քարորյան դա է, ծծել, մեկը ծծնել, это կարկեքիդ։ Զինվորի առօրյան, լրիվ ուրիշ է։ Եվ այդ առօրյան, երբ որ չի պահպանվում, զորամասում ստեղծում է բարդակ։ Բարդակն է ծնում հանցագործություն, որովհետև չկա վերահսկող, չկա ռազմական ոստիկանություն, չկա զինվորական դատախազություն, չկա հակահետախուզություն, չկա ասնակազմի գծով սպա, չկա գումարտակ, այսինքն ոչ մի չկա։ Եվ երբ որ խնդիր լինում է զորամասում, ներսում խնդիր է լինում, զինվորին չի հասկանում կռվյան եւ այլն, իրար այդ կոնֆլիկտ ունեցող զինվորները չպիտի բարձրանան միևնույն մարտական դիրքը, հասկանում ես, տավարից ցավ, բոզի տղա, որովհետև այդ ժամանակ արդեն հիշում են անցած գնացածը ու սկսում են իրար ծծցնել, հասկնում ես, կամ որ այդ նույն քֆուրը, որը որ բան ֆռնա, որ ով որ քնի բոզի տղա է, էդի միշտ եղել է, այդ մեր ժամանակ էլ ա եղել, մեզին առաջել ա եղել, 90-ական թվականներից ա գալու, որ մարտական դիրքում քնողը բոզի տղա է, դա ասվել է, բայց մեր ժամանակ եղել է մարտական դիրքում քնողը, եղել է, բայց մեր մեջ այդ աստիճան, թույն, թարախ, թշնաման, կողի զինվորի նկատմամբ չի եղել, ընդհանրապես գնամուսի խփում ասում ենք զարտիկ անտուն, հա, բայց չենք նկարում հեռախոսով կամ կողիներ ոչ կամ չեմ ասում տես քնել է, всё զարթասում ասում ենք ապե դու բոզի տղա ես, դու քնել ես, այ որ մենք ես սպալի չանենք որ դու բոզի տղա ես, մի հատ պիտի իմ ձվերի հետ խաղաս, այդպես դեպքեր էլ եղել բանակում, եղել է, բերել է շատ վատ ավարտի, որովհետև տվյալ տարածքի սպասարկող ռազմական ոստիկանը գնդի հրամանատար եւ իրաց տեղում չեն եղել։ Վերցեք դու վայքի զորամասում եղել դեպքը։ Ինչի վայքի զորամասում ոտերը սկուտեր մեկը, եթե կթպրտաս։ Ինչից էր գալի, աշխատողից, ծառայողից։ Չկա, դա չկա, պահանջող չկա։ Բոլորիդ ուշկումիցը ոնց թալանել, ոնց կեղեքել, որովհետև մնացել է շատ քիչ, գիտակցում եք, որ կարող է վաղը իշխանություն փոխվի, հա, չգիտեմ, կարող է չփոխվի աղբերին զեսապետ, կենապետ, տունապետ, կավտոյապետ, դլոյապետ, մի հատ հաշեապետ, մի հատ էլաջիպետ, մի հատ ունդեղապետ, էդ է բոլորից ուշկումիցը։ Որովհետև դու շատ հեռու ես պաշտպանության նախարար լինելուց եւ քո նախկինները։ Միակ նորմալ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն է եղել։ Որ այդ մարդը չէր գլուխը դնում բարձեն մինչև իան ենթակա հիմնարկությունում հարցերը լուծված չէին։ Եթե անգամ մի հարց լուծված չէ, ծծնում էր դո յեդինի, մինչև այդ հարցը լուծվում է, դու այդ մարդը գնում է տուն։ Արատ, Երևանը չէ, Արարատ, դավալու։ Բայց քո նման բոզի տղեն չի կարալի Վազգեն։ Սերան մշեղի չի նման ղախպի տղեն, չի կարալնի Վազգենը մի հատ էր, ոսորի մեն ձեցով եկան ասեն, ով է եղել ռազմական ոստիկանության լավագույն պետը, ուզեմ պիտասեմ Գասպարյան Վովան, եթե ես հիմալնեմ ասեմ եք ոյշի անուտեմ, ես իսկ կհակասեմ, լավին, լավ վատին վատ, ես օբեկտիվ մարդ եմ, իսկ քո նման բոզի տղեն, որ հլմած զիվոները վարվում են, 15 հոգի դու մեղավոր չես,
Զինվորներն ընկնում են ավտոյի տակ, դու մեղավոր չես։ Զինվորները մեկնասպանություն են գործում, դու մեղավոր չես, բայց ինչի մեջ ես մեղավոր։ Տարած քեզ հանձնում թուրքին մեղավոր չես։ Մարտական հենակետի նման չենսկի 40-ական թվականներին Ստալինգրադի մատուցներում տես խրամատներ չկային, դու մեղավոր չես։ Բանգաբուդուկ քեզ միջև սոշարե, դու մեղավոր չես։ Որ հակառակորդի տարածքով անցնում քո մարտական դիրք տանող մեքենան, որը տեղափոխում է սնունդ, փամփուշտ, հագուստ, հակառակորդ եւ մեքենան կայնասն սուգում նորա թողում կողքեմ այդպես մարտական դիրքը ես, դու մեղավոր չես։ Զինվորներս գերի են ընկնում, դու մեղավոր չես։ Կաշառակերությունը քո հիմնական վախտում է, կոռուպցիան վախտում է, տենդերների վրա միլիարդերին աշխատում, դու մեղավոր չես, բայց ինչի մեջ ես մեղավոր, կարող է դու Չազախի շահուրի 28 շեքի պետնես, հա, բոզի տաղա, ինչի մեջ ես բա դու մեղավոր, չէ, հարց, ինչի մեջ ես դու մեղավոր, բանակը մարտական ոգի չունի, բանակը մարտավարության ան ու բեմ չի ջոգում, դու այսօր բանակ չունես, բանակի մորը ծծելեք միան, դու քո նման բոզի տղա Նիկոլը, դու մեղավոր չես, բա դու ինչի մեջ ես մեղավոր, ինչի մեջ, մեկերից ինչ պահանջենք, որ քեզ ավելի շատ շրջապատես դլոներով Սուլթան Սուլեյմանն ես, 150 կնիկ, հավաքես կողերդ, մեկի պուսը ծծես, մեկի որրիցակը ծծես, մեկի պտուկը ծծես, այդ ծծամիցին։ Քեզ ներում մայրդ, նախատեսվածից ավել ժամանակահատվածը կերակրել կրծքով, և քո մոտ ծծելը դարելը անբաժանելի մաս քո առօրյային։ Եղբայր, էլի արագը, բայց աշխատանքիդ հետ գոնե զուգահեռ, ես հասկանում եմ, որ ասեմ ամեն մեկը ունի նախընտրած ճաշատեսակը, մարդկա լիմոնա սիրեմ, մարդկա նուրա սիրեմ, մարդկա բադրջանա սիրեմ։ Հիմա խոմ չես կրած աղին ասես շեպտի սասաղը լիմոն սիրեք, չէ, մեկ ուզես բադրջան եմ սիրեմ, նեգնա, որը բայց քո աշխատանքը պիտի դրա հետ զուգահեռ գոնե լինի, չեմ ասեմ առավել, նախույ, զուգահեռ, և այն բոզի տղեկը, որոնք հլնեմ քոլման բոզի տղում պաշպանում են, դա գարիս անրանից, որտև նրանք և դու տարապում եք տարական անգրագիտության բանակի վերաբերյալ, այդ դրանից հատակալի, իսկ քանի որ պարլամենտում էր 98%-ը բանակ չծառայած խախպի տղեկի հավաքածույա, քեզ պարլամենտում ծսնող չկա, այդ ծվաղցեն Ղուկասյանը պարլամենտում էր քո նման բոզի տղու, ոտը որից անջատել ես, բարես ամենաբուն իմաստով, դու չէր կարա իմ հարցերի տակից զգայր և իմ պահանջների, որովհետև ես ծառայած մարդ եմ, 16 տարի իմ կյանքի լավագույն տարիները տվել եմ քոլման բոզի տղեկի համար։ Իսկ այդ պարլամենտ, ով Արամ Վարդևանյանի նման խախպի ծնունդը պիտի քեզի հարցակոխանի, թե Հացաբուրկեղեն բոզի տղեն, թե Լևոն Քոչարյանը, ով, դրա համար ինչ ուզում անում եք, ժողովրդի ընտրած, այդ դու զինվորի, որ այսօր նորից էլ իմ հայերը, չէ, այդ դուն է զինվորի ծնողը ընտրել է քոլման բոզի տղուն, ոնց որ Տիգրանաշենի խախպի տղեկը ընտրել են ձեզ նման բոզի տղուն, հիմա ասում են, զոն, պիտի մեզ բռնեք հանձնեք Ադրբեջանին, բայց ինչ պիտի անի Նիկոլ բոզի տղեն։ Ես ձեզ պիտի հանձնեմ Ադրբեջանին, ողջ են կապելու եք, ասեք Նախիջևան, բայց ես հողուջուրը չի հանձնվելու Ադրբեջանին։ Հիմա հասկացար Սուրեն Պապիկյան, որ դու պատասխանատու ես Զորամասում կատարվող ամեն ինչի համար, ամեն ինչի, որ քո օֆիցերը հանում է օրենքից դուրս, կախ ու կանոնից դուրս, իր կմահաճուքին, հագագազը հագցնում ու զինվորներին վասկնում չգիտեմ ինչի համար, այդ համար ես ու պատասխան, որ մի ադել զինվոր գալեմասաղին հավքամեթում, դրա համար ես ու պատասխանատվություն կրեմ, բոզի տղա, դու ես պաշտպանության նախարարը, եթե քո ենթական, քո վաշտի, դասակի, գումարտակի, հրամանատարը սպան ունենա վախի մտոլորտ, ռազմական ոստիկանը հասկանա, որ ինքը միայն փող աշխատելու համար չի այդտեղ այլ պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զինվորի կյանքի համար, արտաշացու գանդոնին բերել եք այնտեղ։ Եկե չեկի զինվորը որ մեռնեմ։ Զինվորական դատախազը ինչ է խախտյալը ծանոթ Էլիս Բայրյանն ինչ խրս կլոխեց եւ որի հասկանա որ ինքը տեղ փող տպելու համար չի նստած դեռ հաց ու զինվորական դատախազին վերջ անգամ երբ է եղել մարտական դիրք հա վերջ անգամ երբ է գնացել մի հատ Զորամաս ճաշի զամին տենաս քո զինվորը ինչ աուտոմ զինվորական դատախազ է Այլ տենաս քո զինվորի սպիտակեղենը երբ է փոխվում քո զինվորը վերջ անգամ պոլիգոնում ինչ հակարակ է ինչքան հակարակ է ինչով հակարակ է զին դատախազ մարդը Թոթանայի խերրկետա շոկա կաբինետում նստած դրույացոցում քո նման Էսեք դուք
Այս էր իմ ասածը, կաշ կոնկրետ համարվողի, ես քեզ տվեցի քո ֆունկցիոնալ պարտականությունները ինչպիսին են։ Հիմա նստի, մի քանական մեծանալությունը լսի եւ ասի քո բուն գործողություններին։ Մի կողմով դլոցացի, մյուս կողմով ապահովի քո աշխատանքը։ Խախտի տղա մանալիք։ Այսքանը, հաջողություն։